Ասում են աչքերը մարդու հոգու հայլին են։ ՀՀ ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացված նոր ցուցադրությունը հիմնված է հենց աչքեր-հոգի կոնցեպտի վրա։ Ցուցադրության նպատակներից մեկն է վերակենդանացնել հիշողությունը, աչքերի խորքում որոնելով այն մարդկային ոգին, որն անցել է ոճրագործների սրիտակով ու դաժան տառապանքների միջով։ Եթե հնարավոր լիներ ցեղասպանության բոլոր ականատեսներին այս պահին մեր առջև տեսնել, ես համոզված եմ, որ նրանց բոլորի աչքերում մենք կտեսնեինք նույն արտահայտությունը, որովհետև ինչպես գիտեք, մարդու աչքերը նրա հոգու հայլին են, եւ այդ արհավիրքները տեսած մարդը հնարավոր չի աչքերով չմատնի իր հոգու խռովքը։ Եվ մարդու աչքի դիզայնի շուրջ սկսեց կառուցվել ամբողջ կոնցեպտը, որը առաջի հայացքից ձեզ կթվա լաբիրինթ, բայց եթե մի պահ հնարավորություն լիներ վերևից տեսնելու, կտեսնեիք, որ մարդու աչքի ստիլիզացված տեսքն է։ Մենք փորձել ենք անել այնպես, որ մեր դիզայնը չխանգարի ամբողջ նյութի ընկալմանը։ Այստեղ յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր իր պատմում է գրեթե մի ամբողջ կյանքի, մի ամբողջ ցավի ու կորստի պատմություն։ Եվ ինչպես նշեց Սեդա Փարսադանյանը, հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած ոճիրների շարքում ամենափաստագրված հանցագործություններից է։ Ցուցադրության մեջ խոսում են ականատես վավերագրողները, պատմում են իրենց տեսած եւ ապրած հարսափների մասին։ Նրանք դիվանագետներ էին, զինվորականներ, ճանապարհորդներ, միսիոներներ, Օսմանյան գերության մեջ հայտնված ռազմագերիներ, ովքեր ամենատարբեր պատճառներով հայոց ցեղասպանության նախօրեին գտնվում էին Օսմանյան կայսրությունում եւ անկախ իրենց կամքից դարձան մի ամբողջ ազգի բնաջնջման վկաները։ Անկախ իրենց կամքից եւ միգուցե ճակատագրի հեգնանքով ոճրագործության կիզակետում հայտնված շուրջ 7 տասնյակ ականատես վավերագրողների հուշագրությունները, տեղեկագրերը, ֆոտովավերագրությունները, ֆիլմերը ներկայացված են ցուցասրահում։ Փորձել ենք ցույց տալ աշխարհի արձագանքը եւ նաեւ այն ուրեմն մեսիջն ենք ուզում հասցնել, որ աշխարհը քաջատեղյակ էր տեղի ունեցող հանցագործությանը եւ փորձել ենք մի քանի ինստալացիաների միջոցով դա ներկայացնել այցելուներին նաեւ խորհուրդ կտամ այցելելիս թանգարան եւ այս ցուցադրություն դիտելիս կարդան ընթերցեն ուղիղ մեջբերումները, որոնք թավատառով են գրված եւ որը ամբողջական պատկերացում է թույլ է տալիս նաեւ ամբողջական պատկերացում ստեղծել կատարված հանցագործության մասին։ Թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը անդրադարձավ տարբեր ազգությունների փաստավավերագրողների կարևոր ներդրմանը, ընդգծելով նրանց դերը հայոց ցեղասպանության իրողությունները լուսաբանելու եւ պահպանելու գործում։ Մարդիկ, ովքեր բացառիկ բարոյական տոկունության եւ անսանսան հաստատակամության կրողներ էին, նրանք փաստագրեցին հայ ժողովրդի դեմ ուղղված ծրագրավորված ցեղասպանությունը, տեսնելով եւ արձանագրելով այն։ Երբ խավարն ու լռությունը դարձել էին պետական ծրագրի մաս, նրանք ընտրեցին խոսելը։ Երբ շրջապատում իշխում էր հաշվարկված լռությունը, նրանք ընտրեցին խոսելը։ Ավելի քան 1 դար առաջ այս մարդիկ խորապես գիտակցեցին իրենց տեսածի ողջ կանխամտածվածությունը եւ դա վավերացնելու կարեւորությունը։ Նրանց վկայությունները պարզապես արձանագրումներ չէին։ Դրանք հիշողության ոչնչացման դեմ ուղղված բարոյական դիմադրության գործողություններ էին։ Փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագիրը կրող ցուցադրությունը Ցեղասպանության ինստիտուտ թանգարանում կգործի 1 տարի շարունակ։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։